Առաջարկում ենք փոփոխության ենթարկել падգամավորի երդման տեքստը։ Բոլորս լինելով падգամավորներ հիշում ենք, որ գումարման առաջին օրը կամ այն օրը, երբ ստանձնել է падգամավորը իր լիազորությունները, երդում ենք տվել ազգային ժողովի նիստերի դահլիճում կամ հենց այս ամբիոնից, եւ դա ունեցել է կոնկրետ տեքստ, որը նախատեսված է ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։ Ներկայումս մենք առաջարկում ենք խմբագրված նոր տեքստ, որը հիմա ես կընթերցեմ։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Փառքնահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հարգելի գործընկերներ, այս փոփոխությունների համար հիմք են հանդիսացել այն հանգամանքը, որ մենք կարևորել ենք, որ падգամավորը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը երդվելիս նախ եւ առաջ պետք է ոչ թե խոսի համազգային նպատակներից, այլ Հայաստանի Հանրապետության հարատևությունից։ Եվ սրա հիմքում նաեւ ընկած է մեր ընդդիմադիր գործընկերների վերջին տարիների ընթացքում ունեցած բանավեճը։ Նրանք շարունակաբար խոսում են ազգային իղձերից, իսկ մենք ասում ենք, որ ազգը ունի մեկ իղձ, դա պետության հաստատումն է, պետականության նվաճումն է, եւ այն պայծ սկսած, երբ ազգը նվաճում է իր պետականությունը եւ ստեղծում է պետություն, այդ պայծ սկսած ազգային իղձերը վերածվում են պետական շահերին եւ նաեւ ստեղծված պետության պաշտոնյայի հիմնական առանցքային դերը եւ գործառույթը այդ պետական շահերի պաշտպանությունն է։ Եվ դա է պատճառը, որ մենք այս երդման տեքստով արձանագրում ենք, որ մենք այլևս ունենք պետություն, մենք այլևս ունենք պետականություն եւ ազգային ժողովի падգամավորը նախ եւ առաջ պետք է անի հետեւյալը, պետք է անի ամեն բան Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։